Հոգեբանական տրավմա ստացած Ալիևների կլանի ներկայացուցիչ Իլհամը պատե անպատե առիթներով հայերին թշնամի է անվանում։ Հերթական վիրավորանքը հայերի հասցեին խաղաղասերը հնչեցրել է Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածի ֆոնին, ելույթ ունենալիս։ Բաքվի թիվ 1 գլուխգովանի զինված ուժերին սակայն չի հաջողվել խոցել անօդաչուները։ Հարևան Իրանից նեղսրտած Ալիևը ոդքը գազի ոտնակից հետ չի քաշում։ Որքան էլ իրանական կողմից հերք են, որ իրենք չեն անօդաչուներն ուղարկել Նախիջևանի տարածք, Ալիևը մեկ է իրանական կողմից պատասխան պահանջող սպառնալիքներ է հնչեցնում։ Terror aktı törədilmişdir. Ալիևն ինչ խոսք, ինչ որ մի քայլ անելուց առաջ պետք է առաջնորդվի իր մեծ եղբոր Էրդողանի հորդորներով։ Սակայն այստեղ քաղաքագետները մեկ կարևոր հանգամանքի վրա են ուշադրություն հրավիրում։ Երեկվա կոշտ հայտարարությունն ուղղված Իրանին, ինչ որ չափով նաև մեսիջ էր Թուրքիային, որ ինքը Ալիևը սահմանադրություն է փոխել Նախիջևանը դարձրել Ադրբեջանի անբաժան մաս, առ ոչինչ համարելով Կարսի պայմանագիրը։ Այդ կերպ Ալիևը հասկացրեց Էրդողանին, որ այսուհետև ինքն է Նախիջևանի տերն ու տիրակալը։ Ալիևի արձագանքը ջղաձիկ ամենայն հավանականությամբ նաև այս հանգամանքով էր պայմանավորված, ցույց տալու, որ Նախիջևանի հետ կապված իրենք ի վիճակի են առանց Թուրքիայի աջակցության խնդիրը կարգավորել եւ որ Նախիջևանն իրենց տարածքն է, ոչ թե Թուրքիայի։ Ալիևի դեմոնստրատիվ պահվածքին քաղաքագետներն այսպես արձագանքեցին. ադրբեջանցիները տեղյակ էին իրենց գլխին գալիքի մասին ու այդ առիթով պատրաստվել են հերթական թաթերական բեմականացմանը։ Որքան էլ Ալիևը բռունցք ցույց տա Իրանին, պատասխանն ավելի կոշտ կլինի։ Եթե Ադրբեջանի կողմից առարկայական գործողություն լինի, զորքի զենքի եւ տեխնիկայի կուտակում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, Իրանը կանխարգելի չարված է հասցնել։ Քանի դեռ Իրանը ոտքի վրա է, բացառում են, որ Ադրբեջանը որևէ կտրուկ գործողության կգնա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկրում հայտարարել է թիվ 1 զորահավաք։ Բայրամովը հայտնեց, որ հանձնարարել են տարհանել Թեհրանում գտնվող Ադրբեջանի դեսպանատունը, Թավրիզում գտնվող գլխավոր հյուպատոսությունը։ ԱՄՆ պետդեպարտամենտը անվտանգության նախազգուշացում տարածեց, խորհուրդ տալով նահանգների կառավարության աշխատակիցներին խուսափել Ադրբեջանի Նախիջևանի շրջան այցելելուց։ Պետք է հասկանանք, որ Ադրբեջանը դեռևս դրոնի հայտնվելուց մի քանի օր առաջ իր բանակային որոշակի ստորաբաժանումների շարժեր կատարում դեպի իրանական սահման։ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել է եւս մեկ դպրոց թիրախավորելու համար։ Ըստ Բաղայի, Շահիդ Համեդանիի դպրոցը, որը գտնվում է Թեհրանի Նիլուֆար հրապարակում, դարձել է ամերիկա-իսրայելական ագրեսորների թիրախը։ Ամերիկյան որոշ պաշտոնյաներ էլ որոշել են ցամաքով Իրան ներխուժել։ Դրան արձագանքել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նշելով. երկիրը պատրաստ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային գործողությանը։ Լարիջանին շեշտել է նաև, որ Իման Խոմեյնիի եւ Իման Խամենեի քաջարի որդիները սպասում են ամերիկացիներին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։